Այս չորեքշաբթի, ապրիլի 15-ին, ժամը 22:45-ին, քաղաքագետ Արամ Ավետիսյանի յութուբյան ալիքում դիտեք բացառիկ հաղորդում Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից։ Ինչն է ստիպել քաղաքագետին մեկնել Մոսկվա նկարահանումների։ Բացահայտելու ենք Պուտինի եւ Կիրիենկոյի շներին, այն արարածներին, որոնք որ դավաճանել են իրենց պետությունը եւ այսօր ուղղակի պոլիշով են աշխատում Ռուսաստանի Դաշնությունում։ Մենք գնալու ենք եւ հենց տեղում նրանց սերը փոխելու ենք, հենց Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ու օգտվելով առիթից ուզում եմ նշեմ, որ այդ լրբի զավակները, որոնք որ իրենց չգիտես շորպիաս կանգա տրուսիկի ռեզինի մեջ են մտել, Քոչյան Ռոբերտի օրի մարդիկ են, շուտ մեծ խոսում են։ Մոսկվայի կենտրոնում գալու ենք ձեր սերը փոխենք, արա։ Լրբի տեղեք, դավաճաններ եք, դուք ցամա դատվելու եք։ Նարի հունանի կողքը բլոտի սաստավա դզվելու։ Եվ մենք խնդիր չունենք։ Եվրոպայել են գնում, վաղը Հունաստանին են գնալու, չէ՞ Մոսկվայում պահկված, մտել ասում են չի կարա Մոսկվա գա։ Հեսա կգամ կտնեք ոնց է Մոսկվա գալի։ Լրբի ծնունդներ։ Հաշված րոպեներից սիրելի հայրենակիցներ, մեր նկարանող խումբը արդեն կբարձրանա ինքնաթիռ եւ մենք կմեկնենք Ռուսաստանի Դաշնություն եւ մեր նկարանումները կշարունակենք Մոսկվա քաղաքից։ Ինչպես Վնուկովա օդանավակայանում մի քանի ժամ փակի տակ պահեցին քաղաքագետին եւ ինչպես էին ուրախությունից վնգստում Քոչարյանի եւ Մարգարիտա Սիմոնյանի շները։ Սպասվում ինչ բաց կթողնեն քաղաքագետ Արամ Ավետիսյանին, նրա ձեռքից հեռախոսները վերցրել են, ռուսական կողմը ստուգումներ էր անում, փորձում էին ներխուժել մեր յութուբյան ալիքը, ինչը չստացվեց նրանց մոտ։ Ում բողոքի հիման վրային ռուս իրավապահները սահմանափակել քաղաքագետի ազատ տեղաշարժը եւ ում զանգի շնորհիվ արագ բաց թողեցին նրան։ Օդանավակայանում, ստեղ Մոսկվայում, Վնուկովո օդանավակայանում ինձ ինչ որ 15 րոպեով ձերբակալեցին իրանց արևին եւ ինչն էր հատկանշական, որ ասում են քո հետ կապած բողոք կա, ինչ որ մի հատ գեներալա բողոք է, ասում ինչ խնդիր կա, ասում են ինչ որ եթերներում թարգմանիչ էին, վրա ասում են եթերում ասել ես որ սերը փոխելու ես, ասում տղա ջան դա քաղաքական հայտարարություն է, ես խիրուրկ չեմ, որ սերը փոխելը մի քանի ժամ տևում է։ Այդ մարդուն ասեք դու հանգիստ լինի։ Հետո թարգմանիչ վերեցին, եթերից էին թարգմանում, վերջում գիտես Արտուր, ստիպված եղա ես ուղղակի շատ կարևոր մարդու զանգահարել, հայի։ 15 րոպեում մեր հարցերը լուծվեց եւ ասում է զենք ունես քո մոտ, այնքան ապուշ են Արտուր անհասկացող, որ օդանավից դուրս եմ եկել։ Ասեմ թե ստուգումները անցել եմ, եթե իմ մոտ ինչ-որ զենք լիներ կամ զենքը ինչ ենք անում։ Հայ ժողովուրդն է մեր զենքը ստեղի։ Բայց Արամ ջան, ինչի են հարցերը զենք, քանի որ տեսել են քո մոտ բժշկական գործիքներ չի եղել սեռապետության համար, միգուցե մտածել են որ հիմա զենքով պետք է։ Նույն հաջողությամբ ասում եմ քաղաքական տեսանկյունից ժողովրդի լեզվով ասած մենք ասել ենք այս թռածներին ու սաղինա վերաբերվում, գեներալ կլինի ով ուզում է ալնի։ Ձեզ հույս չտակ որ ձեր անունները չեմ տալի, ասեք մեր հետ չի, սաղիթ հետ եմ։ Ով հետախուզման մեջ է Հայաստանից փախել է ստեղա, սաղիթ նկատի ունեմ։ Լրբի տեղեք ձեր հետ եմ հենց։ Ու ես ընդեղ ասում եմ որ հայտարարություն եմ արել որ քաղաքական որ ոտը որից պոկելու եմ, ասում եմ այդ դա չի նշանակում ֆիզիկապես գալու եմ, բռնեմ ոտը որից պոկեմ։ Դա քաղաքական հայտարարություն կամ Սոյետաշինի զիբիլնոց ենք տանելու բրախենք, դա եւս քաղաքական հայտարարություն։ Ինչպես հաշված ժամերի ընթացքում Կրեմլի զորության մասին մտածող, պատերը լպստել ցանկացող եւ ռուսների համար 24/7 աղոթողների ուրախությունը վերածվեց սգո արարողության։ Առավոտից երեկո խոսում են Ռուսաստանի Դաշնության մասին, Կրեմլի մասին, Կրեմլի զորության մասին եւ այո, երազում են ինչու՞ չէ նաեւ պատերը լպստել։ Այո, Կրեմլի պատերի տակ գտնվելով նրանք Կրեմլում գիտեք ինչ կարգավիճակում են, ասենք Պուտինի պահակի, այտենց շոֆերի տան պահակի մոտ ճտություն են անում, ինչ որ կանգան են նվերները առնում, իրանց են ներկայացնում, սենց տասովչիկի կարգավիճակում են իրանք ստեղ, ոչ իրանից բան են ներկայացնում։ Այտենց քութիկի կարգավիճակում ասում եմ, դրանց պահապանները ուղղակի համարվում են, ինչպես ասում են, այդ Պուտինի այտենց տասովչիկների շոֆերները։ Իրանց մոտ օֆիցիանտ կային աշխատում, իրանց կեանիք իրանց երեխեքի հետ գան օֆիցիանտություն անեն, ու ստեղից մեծ խոսան, բար այ լրբի տեղեք եկել ենք ձեր երկրում ոնց որ դուք ասում եք։ Կային ենք կենտրոնում զանգում ենք ձեզ, ում զանգում ենք հերոսանջատը փախել է։
Ինչպես Ոնց որ Հայաստանից են փախել։ Այո։ Ինչպես են Հայաստանից փախած եւ Ռուսաստանի համար ծառայողները հիբրիդային պատերազմ վարում Հայաստանի դեմ եւ փախկվում են հայտնի Լյուբյանկայում գտնվող պետական անվտանգության ծառայության պատվալներում։ Ձեր պուտանկա կնանիքի ու հարցների հետ միասին թռածներ։ Վզներից հետ բռնելու ենք բերենք Հայաստան։ Ու այս շենքի անունը քիչ կտակ։ Չնայած թե մի երկու հատ քութիկել ստեկա, շուտ հետները ասում եմ, չէ՞ շոֆեր, մոֆեր, պահակ, մահակ, տանում պատիվ են տալի, հաց են կերցնում ու ուսում են հեքիաթներ պատմել։ Եվ նշեմ Արտուր, մենք այսօր շատ կարևոր բացահայտում ենք իրականացնելու այդ Արա Աբրամյան պորնիկի հետ կապված, ընդ Սողոմոնյան Վիկտոր կա Քոչյանի ճուտը, դրա հետ կապված եւ նաեւ ներկայացնելու ենք թե ինչ հիբրիդային պատերազմ են սրանք իրականացնում Հայաստանի Հանրապետության դեմ, մեր պետության դեմ եւ սիրելի հայրենակիցներ, ես եւս մեկ անգամ ուզում եմ շեշտեմ, որ շուտ մեծ խոսում էին մենք Մոսկվա չենք կարա գանք։ Այսինքն ես հասկացա սրանք էին նման արտահայտություններ անում պատերի տակ հաչում, դե վրեքներս գրել էին, մտածում էին որ գանք Մոսկվա, այտենց շուտ բռնել տան մեզ կամ ինչ անեն, բայց էդ էլ չի փրկում իրան։ Ինչպես է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խաբել Ռուսաստանի հայերին եւ չի վճարել 1.5 միլիոն դոլարը։ Տեղել է փող աշխատել, 1.5 միլիոն փող են իրան փոխանցել այդ ընկերությունից եւ այս մարդը անգամ այդ 500,000 դոլար օդից աշխատելա հերիք չի, այդ 1 միլիոնն էլ չի տվել։ Եվ ինչա պարզվում, որ այդ 1 միլիոն դոլարը ստիպված այդ մարկանց վճարել է, հենց հիմա ես ներկայացնեմ Շարլ Անձնավուրի ընկերը, որը որ Մոսկվայի բնակ գործարար հայ է, ուղղակի ես նրա անունը չեմ ուզում տամ, բայց նկարը ցույց կտամ, որովհետև մենք նրա հետ պետք է հանդիպենք, հասկանանք, որովհետև այդ գումարը պետք է Արա Աբրահամյանը վերադարձնի հայ ժողովրդի։ Ես հենց հիմա ցույց տամ, ես գիտեմ, որ Արա Աբրահամյանը ինչ որ հետո ասում է ես գումար չունեմ տալու, գցել եմ, կարացել եմ, արել եմ, ուրեմն լսի, պորնիկի տղա, այդ փողը պորնիկ պուտանկա հարցը տա բերելու տա։ Ու ես ոնց հասկանում եմ այդ փողով է երևի սրա հարցը դոշերը առաջ տվել։ Սա ուզում եմ ես ներկայացնեմ, որպեսզի մեր ժողովուրդը հասկանան, թե մենք ինչի հետ գործ ունենք։ Այս վիժվածքները այսօր դուրս են եկել ինչ-որ հարցազրույցներ են տալի, ազգ են, մեզ էլ ասում են բանը, Նիկոլը տանում է թուրքացման Հայաստանը։ Հիմա թուրքը ով է։ Թուրքը դες բան չի անի արա։ Բարվիխայում ինչքան հողկար ծախիր կերար արա, կարող է գիտես խաբար չենք։ Մենք էլ հեսա վերադառնանք Երևան, սրա աղբորը այդ Կիլիկիային ադամանդի գործարան ունի։ Էդ էլ պետք է այդքան նկարահանենք։ Ու ինչ սրանք ունեն պետք է պետականացվի, ոնց որ ցում է այդ հայտնի Հյուսեին Պողոտայում պետականացվեց։ Ինչ կեղծ լուրեր է տարածում Արա Աբրահամյանը հայ գործարարների հասցեին եւ ինչ նպատակ է հետապնդում։ Որ Աբրահամ Հովյանի հետ կապված եւս էս Արա Աբրահամյանի շրջապատից է այդ ինֆորմացիան եկել, դա եւս մենք ճշտել ենք եւ ինչ ենք պարզել Արտուր Աբրահամ Հովյանը ի տարբերություն Արա Աբրահամյանի լրիվ այլ աշխատանքով ստեղ զբաղված։ Հայաստանում դպրոցներ կառուցում, մարդկանց է օգնում, այսինքն այս պորնիկը, այս Աբրահամյան կոչված աբիժնիկը Արտուր, անգամ Ռուսաստանի դաշտում այն հայերին, որոնք որ հարաբերություններ ունեն Հայաստանի Հանրապետության հետ, նախագահի, երկրի ղեկավարի, վարչապետի եւ նաեւ ինչու՞ չէ համագործակցում են, փորձում են հայ ժողովրդին օգնել, Հայաստանի Հանրապետությանը օգնել, այդ մարկանց հետ կապված ինչ-որ մուտիկներ աստեղ այնտեղ տարածում։ Ովքեր է Ռուսաստանում հովանավորում Վիկտոր Սողոմոնյանին։ Վատ բան չենք լսել, ինչ ճիշտն է ճիշտը, ողջունում ենք իրան, բայց ուզում ենք նաեւ զգուշացնենք պարոն Համբարձումյանին, որ եթե մի անգամ էլ մենք լսեցինք, որ դու բիձա Սողոմոնյան Վիկտորին փող ես տվել, դու մեր այդ խնդիր ես ունենալու ու ոչ միայն դու այն փեսեքդ որ Դուբայում շենք մենք են սարքում ինչ որ տես բաների մեջ եք մենք Դուբայել ենք գնալու ունդե մենք ձեզ կասենք փիղի ինչ թրջունա այս համատեքստում զգուշացնում ենք Սերգեյ Համբարձումյանին եւ նաեւ ուզում ենք տեղյակ պահենք որ իրեն իր մասին Սողոմոնյան Վիկտորը արտահայտում է որպես իր ղազ։ Ի աջակցություն հայ առաքելական եկեղեցու 10-ից 30 հոգանոց ակցիաներից դուրս Մոսկվայում ապրող հայ ժողովուրդը այլ կարծիք ունի Եզրասրբազանի եւ կաթողիկոսի մասին։ Terminala դրած։ Հա։ Ախպերը ստոպ է ստորարտել, մեջ ինչու։ Հա։ Աստծո մոտս է terminal քարտով։ Հա։ Եկե հաստատես ես վերջերս բանկերը խփեցին որ կաթողիկոսի լիգը կպավ չէ։ Հա։ Այդքան այդ կոտորած եղավ, այդ այդքան հողեր հանձնավ, այդքան էս եղավ, այն եղավ։ Խիմը բանկերը չխփեին։ Որտեղ դեզի չեր վերաբերվում,
Իսկ հիմա այնդ որ խորը դատեն նորը լանգեն եք խփը։ Յանեմ փրկություն են ուզում, յանեմ մեծին են անում։ Մաֆիզ մեն Չէ, այդքան երեխեք զորման 18-15 տարեկան ջայր մատխաճը Մենք բանկերը բան չանեցին Ինչ խոսույթներով են Հայաստանը Ռուսաստանի գուբերնիա դարձնել ցանկացողները վախեցնում ժողովրդին Նիկոլ Փաշինյանի տարբերություն Ռոբերտ Քոչյանի, Սերժիկ Սարգսյանի շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության ղեկավարի հետ եւ այդ հարաբերությունները կառուցվում են միմիայն Հայաստանի Հանրապետության պետական շահը այդպես սպասարկելու համատեքստում եւ ի տարբերություն իրանց չի ասում պոեզի գիծե ձեզ, գազը ձեզ, ինչ կա եկեք տամ ձեզ, մենակ ինձ բան մի ասեք փող աշխատեմ, ոչ Արտուր։ Մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, մենք հապկում սառեցված է մեր կարգավիճակը, որովհետեւ ունենք հարցեր եւ օրերս Լուկաշենկոն եւս, երբ որ հապկի գլխավոր քարտուղարին Մինսկում ընդունում էր, նշեց, որ շատ զգուշ ասեց պետքա լինեք հայերի հետ, որովհետեւ նրանք օբյեկտիվ հարցեր ունեն այդ համատեքստում արդեն բոլորը հասկանում են որ մենք Նիկոլ Փաշինյանը օթիշ չէր ինչ որ մեղադրում կամ իրանից չէր հնարը երբ որ ասում են մեր վրա ագրեսիա հարձակում ա եղել դիմում ենք ձենձուն չկա ու եթե դուք փախել եք Մոսկվա ստե ճորտություն եք անում ինչ որ Facebook-ի կապիտանի համար տեսակ չէ Արտուր մենք ինձ օթանավական ինչ որ 15 րոպեով ձերբակալել է ինչ որ Հայաստանում վայնասուններ սկսել 15 րոպե մի հատ զանգ արեցի ու այդ ճորտերը ոտքի կանգնեցին որտեղ մենք ուր մտնում ենք ոտի ենք այնում Քոչարյան կրսերը վստահ է որ Ռոբերտ Քոչարյանը սմարթ հեռախոսից եւ օդանավակայանից կարող է օգտվել եւ պատրաստ է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը Հայրս ինձ թվում է նույնիսկ այն Nokia հեռախոսներից օգտվել նորմալ չգիտեր Այս ամեն ինչու շատ կարճ ժամանակահատվածում իսկապես այդ ամեն ինչ սովորեց ու ես քիչ մարդ եմ ճանաչում սերնդակից իրեմ, որ այդ ամեն ինչին օգտագործում ու դիապետում է այն ձեով, ոնց որ ինքը ու այսպես շատ կարճ ժամանակահատվածում, այնպես որ Իրականում ես նայեք, ես Ղարաբաղում առաջի դեմք էի 8 թվականից 92 թվական թիվ օգոստոս ամիս Դրանից հետո միշտ եղել եմ այդ բարձր պաշտոններում Կարիք չունես հեռախոս բանման ինչ դա պետք է հաղաս Մի աշխատակազմ կա եւ այլ Կարիք չկար, իսկապես հեռախոս չեմ պահել մինչև 2008 թվականը։ Ինձ պետք չէր հեռախոսը, կնոպկան սեղմում ես, ինչ ասում ես, աշխատակազմը անում։ Բայց դրանից հետո հասկանալի էր, որ կյանքում ադապտացվելու համար, ոչ մեկից չկախվելու համար, ժամանակակից մարդ լինելու համար, դու պետք է այս ամբողջին տիրապետես բոլորից լավ։ Հետո հասկացա, որ այդ աշխատակազմի ուղիղ 2/3-ը կարելի է ազատել։ Լևոն Քոչարյանը ներկայացնում ասում է պապային տարա սովորացրեցի ասում է օդանավականից օգտվել եւ հեռախոսից օգտվել 50 տարեկան դեբիլ էր տարավ կնոպկա սխմելուց ուրեմն սրանք այն տիպի անհույս են Արտուր որ տենց կույսի դեմքով նստե հեքիաթներ են պատմում էր ժողովրդին ուրեմն լսեք արա այդ որ հերդ ասում ես հեռախոս չի ունեցել այդ աղբորը թե այդ այ շուն թուրքի Սայդի բիչ բայց SIM քարտը խիեք $300-400 ծախում արա Մաքսանենք հեռախոսները Դուբայից բերում Ում եք այդ հեքիաթը պատմում Մենք բացահայտեցինք չեն Կիպրոսի եղբայրները որ կային որ սրանք ինչ են արել Արտուր Այդ մարկանց բիզնեսը ոնց են խլել թողել են այդ մարդիկ Հայաստանից գնացել այտենց բազմաթիվ դեպքեր են եղել Հիմա ինչ եք եկել արա տաղավարի գնացեք մտեք այդ բերթը դուրը փակեք ասեք ներում կարող ներում շնորհի ձեզ ժողովուրդը մի քիչ նստեք որտեղ ձեր վերջը է տալնելու Այս եւ այլ անակնկալներով լի մեգա եթերը Մոսկվայից դիտեք ապրիլի 15-ին ժամը ուղիղ 22:45-ին բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին որ նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը